Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 3-ն է, ավարտվեց ֆոն դեր Լայնի այցելությունը Երևան եւ տեսնենք ինչ է բերել ֆոն դեր Լայնը իր հետ Բաքվից, բայց մինչ այդ ես ուզում եմ միասին կարդանք Աթաթուրքի նամակը ուղված մեզ։ Թե ինչի է սա կարևոր, դա կգանք։ Մենք ցանկանում ենք թողել մեկ հայ, այն էլ թանգարանում։ Եթե այդտեղ ապագայում դուք կաք եւ կարդում եք այս նամակը, նշանակում է մենք պարտվել ենք։ Բայց մեր պարտությունը հաղթանակ չի բերում ձեզ։ Եթե դահիճը չի կարողանում գլխատել զոհին, դա պարտություն է դահիճի, բայց ոչ հաղթանակ զոհի համար։ Հաղթանակն այն է, որ զոհի գլուխն այլևս չհայտնվի դահիճի կացնի տակ։ Այն ինչու մենք համառորեն գնում ենք դրան։ Դահիճի համար ամեն մի զոհ հերթական զոհի համար յուրաքանչյուր դահիճից կարող է լինել վերջինը։ Ինձ համարում եք ձեր ատելի թշնամին, սխալվում եք։ Ձեր թշնամուն փնտրեք ոչ թե մեռածների, այլ ողջերի մեջ։ Ես թշնամին եմ ձեր եղել մահացած պապերի, իսկ իմ կենդանի թոռները կարող են լինել ձեր թշնամին։ Կամ էլ ոչ, ճանաչեք ձեր թշնամուն։ Մեր հաջողությունն այն է, որ կարող ենք թշնամուն բարեկամ սարքել։ Ձեր դժբախտությունն այն է, որ կարող եք բարեկամի սարքել թշնամի, բայց ամենավատն այն է, որ դուք կարող եք երկու թշնամու միջից ընտրել չարած փոքրագույնին եւ դարձնել ձեզ բարեկամ։ Միայն թե եթե դուք թշնամուն բարեկամ համարեցիք, դեռ չի նշանակում, որ նա կվարվի նույն կերպ։ Տիր Աստված։ Մեզ ինչ լավ են ճանաչել, չէ՞ մեզ։ Հենց այդպես վարվեցին ձեր դաշնակցական պապերը, երբ օգնեցին մեզ իշխանության գալու։ Կարծում են, թե թշնամի Համիդին կարելի է հաղթել բարեկամ երիր թուրքերով։ Այդպես եք գործել դուք դարեր շարունակ, մտածելով, թե պարսիկներին կարելի է հաղթել թուրքերով, թուրքին ռուսով, այդպես շարունակ, ու քանի որ ձեր քայլերը կառուցել եք կույր հավատի, այլ ոչ թե սառը մտքի վրա, մշտապես տուժել եք այդ դյուրահավատության պատճառով։ Դուք հայերդ խելացի ժողովուրդ եք, բայց ոչ այնքան խելացի, որ ձեր խելքն օգտագործեք խելամտորեն։ Դա ձեր դժբախտությունն է։ Դուք հմուտ արհեստավորներ եք, ճարպիկ առևտրականներ, արվեստի սիրահարներ, դուք ճարպիկ եք, բայց ոչ դիվանագետ, որովհետև ճարպիկությունը հարկավոր է փոքր գործերում, ինչպես առևտուրը, իսկ դիվանագիտությունը մեծ գործերում, պետություն կառուցելիս, ինչ որ մենոց չի ստացվում։ Դուք հմուտ եք գեղեցիկ արվեստներ կերտելու հարցում, բայց ձախողակ պետության կառուցելու արվեստի հարցում։ Հաջողակ եք փոքր գործերում, բայց ձախողակ մեծերում։ Գիտեք ինչու, որովհետև միշտ շտապում եք, ձգտում եք անմիջապես վայելել ձեզ ցանած սերմի պտուղները, առևտրականի պես։ Ով ցանկանում է անմիջապես ստանալ վաճառած ապրանքի շահույթը, դրա համար դուք ունեք լավ առևտրականներ ամենտեղ, բայց չունեք պետություն ոչ միտեղ։ Եթե մի օր պետություն ունեք, նկատի առեք սա։ Իսկ ահա մենք թուրքերս չունենք ձեր նրբազգացությունը, ճարպիկությունը, խորագիտությունը, փոխարեն ունենք երկար սպասելու, մեր պապերի սկսածը քայլ առ քայլ առաջ տանելու կարողություն։ Դրանից բացի մենք կարող ենք հրաժարվել մեր նախնիների այն գործերից, որոնք որ մեզ շահեկան չեն այսօր։ Վստահաբար կարող եմ ասել, որ ապագայում մեր թոռները կհրաժարվեն ընդունել այն, ինչ մենք արեցինք ձեզ հետ։ Ցեղասպանությունն նկատի ունի։ Իսկ ահա դուք պահում եք ձեր պապերից այն, ինչը հարկավոր չէ պահել, ու դրանով ձեզ համարում եք ավանդապաշտ, օրինակ ավանդաբար սպասում եք ինչ որ օտար փրկիչների։ Ձեր պապերը սխալվել են փրկիչներ սպասելով, դուք սրբորեն կրկնում եք նրանց սխալները։ Ուր էին այդ փրկիչները 1915-ին, չլինի թե այդտեղ ապագայում եք փրկիչներ փնտրում։ Ձեզ համար միշտ ինչ որ մեկը միջնորդում է։ Մեկ եվրոպական դեսպաններն են միջնորդում, մեկ Հռոմի պապը, մեկ Անգլիայի վարչապետը, մեկ Ռուսաստանի ցարը, դուք ուրախանում եք ոգևորված դրանից։ Կարծես թե մեծ բան է, երբ օտարն է փորձում լուծել քո կենսական հարցերը։ Ու քանի դեռ դուք ուրախանում եք այդ միջնորդներով, հույսներդ մանկամտորեն կապում նրանց հետ եւ ձեր ճակատագիրը դնում նրանց ճարպիկ ձեռքերում, մենք դաշնակցում ենք, պայման կապում, առուծախ ենք անում նրանց հետ, իսկ առևտրի վերջում ձեր այդ միջնորդները որպես մետաղադրամ մեզ են վերադարձնում ձեր ճակատագիրը եւ դուք արդեն ավանդույթ դարձած հայտնվում եք կոտրած տաշտակի առաջ։
որը վերջում մի անգամ էլ կոտրելու են գլխին։ Այն գրել է պատմական Այգ Կոջորյանը։ Սա Կոջորյանն է գրել ասում։ Թարգմանել Հայկ Կոջորյանը, որը այսօր Փաշինյան Նիկոլի ձախոտն աչքն է, չգիտեմ։ Ինչ լավ է ճանաչել մեզ, չէ՞։ Ինչ դիպուկ նկարագրել է մեզ վարքագծում, կենցաղում, քաղաքականության մեջ։ Ոնց որ այսօրվա մասին, այսօրվա այցի մասին գրած լինի։ Խոսքը Ուրսուլա ֆոն դեր Լայնի այցելության մասին է։ Նույնն է։ Ես կարծում եմ, այս նամակը հայերին անցյալից պետքա ուսումնասիրվի տող առ տող օրինակներով բոլոր դպրոցներում, բոլոր տարիքների համար ամեն տարի թարմացնել սա։ Այդ չեմ ասում բուհում պատմաբանների մոտ, քաղաքագետների մոտ։ Պետքա բոլոր քաղաքագետները հատ-հար, տող առ տող վերլուծեն, ինչ էր ասում ես մարդը։ Մեզ ինչքան լավ է ճանաչել, ինչքան լավ է նկարագրել մեր վարքագծի մեջ, եւ ինչու ենք մենք այսքան համառ բութ եւ շատակեր մանկիկի նման, որ մենք չենք ուզում հասկանանք ինչի է մեր պատմության անիվը անընդհատ կրկնվում, որովհետեւ նույն բանն ենք անում տարիներ շարունակ եւ այսօր եւ ահա Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկավ Հայաստան մեծ խոստումներով Բաքվից, ինչի Բաքվից, ինչի չեկավ Հայաստան հետո գնալ Բաքու, գիտեք ինչի, Հայաստանի հետ ինչ պետք է համաձայնեցի, որ Բաքվում է համաձայնվեցուն բոլոր պայմանները ու փոխանցում Երևանի։ Գիտեք ինչի, որովհետև Երևանի ներկայացուցիչը պատրաստ է ամեն ինչ ընդունելու, մենակ թողեն ինքը մի քիչ էլ խաղա։ Մի քիչ էլ խափի։ Չէ՞ որ այս Պաշտոնը կորցնելը սա հավասարազորը կյանքը կորցնելու նաև։ Եվ այսպես տարիներն անցնում են, դարերն անցնում են, նամակը կարդում ես, քեզ թվում է հենց այսօրվա այցելության մասին էր խոսքը։ Գուցե սխալ է, գուցե բան է փոխվել։ Մի հատ կարդենք տեսնենք Ուրսուլա ֆոն դեր Լայնը ինչ էր առաջարկում մեզ։ Նայենք։ Առաջարկում է 80% առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաները հասցնել մեր ապրանքները։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում եւ դրանք ուղղել Եվրոպական միության միասնական շուկա 450 միլիոն մարդկանց համար, հայտարարեց ֆոն դեր Լայնը։ Սպասում եմ ձեզ ծափահարություններին։ Խնդրեմ։ Դիմա կասեք լավ Վարդան։ Կամ Վարդան Հակոբյան, ինչի՞ց ես դու դժգոհ։ 450 միլիոնանոց շուկան բացել է, ասում է արեք, մաքսատուրք չկա, արեք, ինչի՞ց ես դժգոհ։ Գիտեք, որ մանիպուլյացիան ունի 3 շերտ։ Սա ունի 3 հստակ շերտ։ Առաջին մանիպուլյացիան դա նիկոլական մանիպուլյացիան է, ոսես նայում աչքի, դու ասում ես կատարյալ սուտ։ Երկրորդ լեվելի մանիպուլյացիան կայանում է նրանում, երբ որ ասում են ճշմարտությունը եւ ընթացքում, երբ որ դու արդեն պատրաստ ես, վստահում ես, մատուցում են այն սուտը, որի համար ասվել է այդ ամբողջ ճշմարտությունը։ Եվ երրորդ լեվելի ճշմարտությունը, մանիպուլյացիան, երբ որ ինքը ինչ ասում է, ամեն ինչ ճիշտ է։ Բայց չի ասում ամենը։ Այսա ամենավտանգավոր մանիպուլյացիան է։ Եվ որտեղ այստեղ մանիպուլյացիան։ Ինքն ասում է, այո, 450 միլիոն շուկան այնտեղ քեզ սպասում է։ Այո, 80% ապրանքների համար կհանվեն մաքսատուրքերը։ Բայց չի ասում ամենակարևորը։ Եթե դուք վաղը գնաք, ասեք, խնդրեմ իմ ապրանքը, ասել եք, չէ՞, մաքսատուրք չկա։ Բերել եմ Եվրոպա, կասեն։ Ախ, ներողություն։ Մոռացել ենք ձեզ ասենք, որ նաև ձեր ապրանքները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտների։ Դրա մասին լրիվում են հիմա։ Հիմա լրիվում են, որովհետև ձեզ պետք չի դրա մասին ասել, որովհետև այդ ժամանակ դուք կհասկանաք, որ 450 միլիոն շուկան հասնելը առնվազն 7-8 տարիների աշխատանք է, եթե ոչ ավել։ Էլ չեմ ասում գյուղատնտեսական ապրանքների համար, որ այս ամբողջ ստանդարտներին համապատասխանել ինչ որ արտադրանք, ինչ որ
Այն որ նոր պետք է արտահանվի։ Դրա համար պետք են նոր տեխնոլոգիաներ, նոր փաթեթավորում, նոր հաստոցներ եւ այլն եւ այլն։ Ես չգիտեմ ով ինչ է ուզում։ Այսինքն զրոյից դա պետք է կազմակերպվեր։ Ու պետք է կազմակերպվի։ Այո, բացա, խնդրեմ համեցեք, ասեմ ձեզ, առաջել էր բաց։ Առանց մաքսատուսքի չէր, բայց ով ուզենար արտահանել Եվրոպա եւ համապատասխան ստանդարտների մեջ լինել, նա կարող է դա իրականացնել։ Որովհետեւ Եվրոպայա գնում Հայաստանից տարեկան 800 միլիոն դոլարի ապրանք։ Եվրոպան փակ չի եղել երբեք հարկական ապրանքի համար։ Եվ այս դեմքով ձեզ հայտարարում են 450 միլիոն շուկան ձերն է, աշխարհի ամենահարուստ շուկան է Եվրոպայի։ Առաջինը Եվրոպան է, երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ձեզ է սպասում, արեք։ Բայց ես չեն ասի երբևէ, որ գիտեք ինչ։ Դուք չեք անպատասխանում այս ստանդարտներին։ Այս դրա մասին սիրով կլռեն, որովհետև հենց հիմա պետքա որ դուք հավատաք այս թատրոնին։ Գնակարաշտեցեք էլ ինչ է ասում, հա։ Էլ ինչ ասում, շատ կարևոր աստեղ է։ Վիզաների ազատականացում։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Այն նրանք, որ հայրենիքը ծախեցին այս ընտրություններով, որ գնան Փարիզ տեսնեն գան, պետք է սպասեն առնվազն գոնե միջև 29 թիվ, այդ նախնական։ Եթե ինչ-որ բան ընթացքում չփոխվի, չդառնա դա 39, 40 թիվ, այնպես որ խոստացված վիզաների ազատականացումն էլ այսպես չի լինելու, եւ նրանք, ովքեր հիշում եք, մենք տեսել ենք այդ հարցումներին, Փաշինյան Նիկոլին ընտրեմ, կգնամ Եվրոպան կտենամ, կգնաք, բայց չեք գնա։ Այս նախնական էլի հետաձգվեց։ Ձեզ խոստանում էին, չէ՞, 1-2 տարվա մեջ անել։ Նախնական դեռ 29 թիվ գնաց։ Դա նախնական, իսկ դա մեծ process-ներ պետք է անցնի։ 29 կդառնա եւ այլն։ Դա արդեն էական չի։ Մյուսը ինչն է հետաքրքիր, ամենահետաքրքիրը էս։ Այս 18 միլիոն, որ եւս կտան, ինչ որ մեղմելու համար 18 միլիոն 12.5 միլիարդ կորուստի դիմաց։ Տեսեք։ 12.5 միլիարդ կորուստի դիմաց 18 միլիոն դոլար ձեզ կերասում են, դե որտեղ գյուղացին ինքը մտածում է 18 միլիոն տալու են 50 էլ ասել են, որ 52 էլ պետք է տան, ինչ մեծ փողեր է։ Ձեզ ինչ։ Դա ձեր դարմանին ձեզ դառնի ոչ մի դարման չի անելու։ Այդ փողը ոնց գալու է, ես գնալու է իրանց հաշիվներին։ Ձեզ դրանից ոչինչ չի հասնելու, այսինքն այն ինչ որ հասնի էլ նույնիսկ այս կորուստների մեջ ինքը ոչ մի բան է, որովհետև այս արդյունքում հեսա փորձում են 300,000 ընտանիք, որոնք կորսեցին բիզնեսներ, այս խարդախությունների արդյունքում։ Այս խարդախություն կոչում եմ այս ընտրությունները եւ այն մեթոդաբանությունը, որով գնաց այս ընտրությունները։ 300,000 ընտանիք զրկվեց իր ապրուստից։ Արտադրություն, գյուղատնտեսություն, արտահանում եւ այլն։ Եվ ուզում են 18 կամ 52 միլիոնով մեղմեն դա։ 12.5 միլիարդի կորուստը։ Եվ որը շատ հետաքրքիր է, գալիս է Ադրբեջանին է հասնում։ Ադրբեջանն է կարևոր, նայեք ինչ է ասում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Երևան է ժամանել Բաքվից, որտեղ բանակցել էր Ադրբեջանի նախագահի հետ, կենտրոնանալով տնտեսական կապերի ամրապնդման վրա։ Եվրոհանձնաժողովի ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնել նախագահ Ալիևին գազի մատակարարման համար, Ադրբեջանին անվանելով վստահելի էներգետիկ գործընկեր։ Մենք չենք մոռանա այն ժամանակ, երբ Ռուսաստան էներգետիկան վերածեց զենքի եւ անջատեց գազը Եվրոպայի համար։ Ադրբեջանն ընթրաճ գնաց, հա։ Ադրբեջանը ընթրաճ է գնացել, ռուսական գազը վաճառել է իրանց վրա։ Լեկտիության ածիկը։ Այս Աթաթուրքի նամակը բոլոր քաղաքագետները, բոլոր պատմաբանները, բոլոր նրանք, ովքեր մի քիչ հետաքրքրված են քաղաքականությամբ, պետք է անգիր իմանան։ Եվ ասում է չայած 1-2 թշնամիների մեջ ընտրում ես դու չայած փոքրագույնը, դու մեկը ընտրում ես թշնամու հույս ունենալով, որ դա քեզ բարեկամ է լինելու։ Այնց հիմա նայում աշկերիդ մեջ ու ասում է շնորհակալություն Ադրբեջանի նախագահին էներգետիկայի ոլորտում մեզ օգնելու համար։ Եվ ասեմ ընդամենը 2 օր առաջ Գերմանիան վերականգնեց իր պայմանագիրը Ադրբեջանի հետ գազամատակարարման համար։
Եվ ուրախ են, շատ լավ իրար հետ հարաբերվում են եւ ընդհանրապես Հայաստանը իրենց համար թեմա չի։ Հայաստանը թեմա է Ադրբեջանի համար եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել է Հայաստան բերելով հենց Ալիևի օրակարգը։ Որտեւ Հայաստանը ոչինչ պահանջելու բան չունի։ Ասեմ ավելին, պահանջելու իրավունք նույնիսկ չունի։ Ինչի՞։ Որովհետեւ ինքը օթից է կախված։ Օթից է կախված, ինքը չճանաչված, ոչ լեգիտիմ, խարդախ մարդ է, որին նշանակել է վարչապետ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որին չի ընդունել Ռուսաստանը, որը այս վիճակին է, նայեք, սա բենզինի հերթն է, որին չի ընդունել հենց իր գործատերը, իրան գործի նշանակողը, Նիկոլ Փաշինյանին գործի նշանակած մարդը Պուտինն է, Ուրսուլան չի։ Հիմա ուղղակի դերը փոխվել է, որովհետև Պուտինի մոտ էս է վիճակը, այս։ Հիմա անցել է նոր տիրոջ ձեռքը Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որը բերել է Բաքվի օրակարգը։ Ինչ եք կարծում։ Ինչ ասելու վաղը Փաշինյան Նիկոլը իր խախբաները արդարացնելու համար։ Այս ամբողջ ֆեյլ, ամբողջ այս կատաստրոֆիկ ձախողումները արդարացնելու համար։ Բա, տեսեք, փոխարենը մենք գնում ենք Եվրոպա։ Հա իդեպ մեր Եվրոպա գնալու համար չմոռանանք, որ նախապայմաններ կան։ Մատ լսենք։ Tarixi torpaqlarımızda Qərbi Azərbaycanda soydaşlarımızın məruz qaldıqları bütün faciələrin birbaşa Naxçıvan xalqı və Naxçıvan torpağı şahidi olubdur və bu tədbirlərin burada keçirilməsi təbii ki, həm də qarşı tərəfə bizim Ավելովա մի անգամից թարգմանաբար ներկայացնեմ։ Խաղաղության պայմանագիր, այո, կլինի։ Միայն այն ժամանակ, երբ որ ադրբեջանցիները կգան, կվերադառնան իրենց հայրենիք, կապրեն, նրանց ոչ մեկ նեղացնող չի լինի, կինտեգրվեն, եւ այն ժամանակ մենք խոսենք խաղաղության պայմանագրի մասին։ Ինչ է կարծում, այս օրակարգը կա, իհարկե կա, պետական մակարդակի։ Ինչ է կարծում Ուրսուլա ֆոն դեր Լայնը այս օրակարգի մասին գիտի, ամենայն հավանականությամբ հենց սա էլ եթե բերել է Բաքվից։ Ամեն դեպքում այս պարագայում մի հատ խաղի կանոնների թելաձող կա, դա Ալիևն է, որի բոլոր պայմաններին համաձայն է Եվրոպան, ասին Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որի ոչ մի պայմաններին չի կարող առարկել Նիկոլ Փաշինյանը, մի պարզ պատճառով, ինքը լեգիտիմ չի։ Այսպես ինքը ստանձնում է երկրի ղեկավարի պաշտոնը, որը ոչ մի արգումենտ, ոչ մի հնարավորություն չունի, ոչ մի բանից հրաժարվելու, հակառակ հիմա վերցնելու է Սարգիսը դրոշակ, որ ուզում եք գնանք Եվրոպա, ուրեմն սա պետք է լինի, անկլավները պետք է ընդունենք, բոլոր պայմանները, անընդհատ խոսելով, որ Եվրոպա գնալու, Եվրոպային ինտեգրվելու պայմանը սա է, սպասեք մի 7-10 տարի միջև նոր ծառը կաճի, նոր պայմաններով, այն էլ կաճի կամ չի աճի։ Մի խոսքով, այսքես ընթացքում 5 խոսք ասում է, էշը կսատկի է իշատերը, իսկ ամենայն հավանականությամբ հենց հայ գյուղացին, հայ արտադրողը այս մեկ տարվա մեջ այնքան կորուստներ կունենա այս ամեն ինչի պատճառով, որ ինքը էլ վերականգնելու ոչ մի շանս չունենա։ Այս ամեն ինչը կարող էր լինել, եթե դրա նպատակը լիներ։ Հիմա կասեմ, բայց չգնանք Եվրոպա, երբ գնայինք, ամեն տարի սրանք կանչում են Եվրոպա, ամեն տարի ասում են, արա ստորագրի դիմումը։ Ինքն դե խոսում է դեմոկրատիայից, թավշե հեղափոխությունից ու գալիս է մերժելով ամեն տարի։ Նույնիսկ մեկ տարի առաջ օրենքը ընդունվել, տարից ավել արդեն, մեկ տարի 3 ամիս առաջ օրենքը ընդունվել Եվրոմիության հետ անդամակցելու վերաբերյալ ոչ մի քայլ չի արվել։ Այսինքն, եթե այն ժամանակ ինչ որ մի բան արվեր, գոնե հիմա ինչ որ մի բան կլիներ, որ ասենք գոնե 10% այս կորուստների կարող էր պատրաստ կարող էր լինել, հա, գոնե 1-2 տարվա մեջ մտնել եվրոպական շոկա։ Ոչինչ չի արվել։ Հիմա է չի արվելու։ Որտեղ ինքը շատ լավ է հասկանում, այդ ռեսուրսները պետությունը չի դնելու տնտեսությունների մեջ, էլ չեմ ասում գյուղատնտեսության մեջ։ Ինչ գյուղատնտեսություն։ Սրանք նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չունեն։
Ինչ էկոնոմիկայի նախարարություն։ Սրանք նույնիսկ էկոնոմիկայի նախարարություն ունենալով հանդերձ չեն հասկանում, որ Եվրոպա գնալը դա իրենց համար Մարս լուսին թռնել է, որովհետև իրանք նույնիսկ չգիտեն դա որտեղ է, այդ աստիճան չգիտեն դա որտեղ է, բայց քանի որ իրենց ընտրողը իրենց որակին է, ինչ ուզեն կասեն իրենց, ինչ ուզեն։ Իսկ ով է Ուրսուլա ֆոն դեր Լայնը, մտածեմ։ Երևի թե մոռացել եք, որ 20 թվականին նոյեմբերից անմիջապես հետո Տիկին Ուրսուլան գնացել է Ադրբեջան եւ պարգև է տվել 2 միլիարդանոց պայմանագիր ստորագրելով ահա այդ միջազգային հանցագործ հանդիսացող Իլհամ Ալիևի հետ։ Երևի թե Իսկ ով չգիտա։ Ասեմ, ինքը նաև հանցագործը ճանաչում հենց Եվրոպայում, եվրոպական պատգամավորները վերջի խոսքերով Ուրսուլա ֆոն դեր Լայնին դիմում են հենց իրանց, ես ուղղակի վիդեոն բաց թողեցի։ Այսինքն ով է Ուրսուլա ֆոն դեր Լայնը, դա հանցագործ է ուղղակի, բայց այսօր այդ հանցագործը կարգավորում է Հայաստան Եվրոմիություն հարաբերությունները եւ Ռուսաստան եւ Հայաստանում ծափտվողներ կան, ասելով մենք հազիվ փոխվում ենք Ռուսաստանին, դուք Ռուսաստանից չեք փոխվում, բանն էլ հենց այդ է։ Ամենամեծ թշվառությունը նա է, որ դուք Ռուսաստանից էլ չեք փոխվում։ Եվ ամենամեծ սուտը այն է, որ դուք գնում եք Եվրոպա, դուք ոչ ինտեղ չեք գնում։ Իրականանում ընդհանրապես Ալիևի երազանքները Եվրոպա գնալու խոստումների տակ։ Ախր դրա մասին գրել է նույնիսկ Աթաթուրքը իր նամակների մեջ, ասում է դուք այտենց էլ չսովորեցիք քաղաքականություն։ Դուք այտենց էլ չհասկացաք, որ չայրած փոքրագույն չի լինում։ Ուղղակի չի լինում, որովհետև երբ որ դուք կյանքը տալիս ես մեկի, որը ինքը համարում ես չայրած փոքրագույն, մեկը նույնիսկ եթե փոքրագույն է, ինքը քո բարեկամը չի։ Վերջացավ։ Ոնց կարող է ինքը քո բարեկամը լինի, ասած Ռաֆիի, եւ ինքներս մենք մեր բարեկամը չենք։ Եվ հիմա ինչա ստացվում։ Ինչա ստացվում, եթե մենք բոլորս հասկանում ենք, որ ռուսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ եղել է մեղմ ասած, հա, ոչ արդարացի, գաղութային, Արցախի հարցում դավաճանական նույնիսկ, եթե տենց է եղել, մենք աչքներս փակ ամեն ինչ պետք է ընդունենք, այն ինչ որ առաջարկում է Եվրոպայից, եվրոպական ոչինչ բան չի առաջարկում։ Բացի այն փոքր դոտացիաները, որ տալիս են Նիկոլին, են Հայաստանին չէ։ Հակառակ Եվրոպայից առաջարկումը Ալիևի օրակարգը եվրոպական մի քանի դոլարի դիմաց։ Մենք այս երկու կլսենք Նիկոլից անպայման։ Թե էլ ինչ է դա մեզ պետք զիջել, այս անգամ ոչ թե խաղաղության համար իր ասած, որը հասկանում ենք, որ երբեք չի լինելու։ Այ Եվրոպա գնալու համար արդեն նոր օրակարգ ունենք։ Եթե ուզում եք գնաք Եվրոպա, ուրեմն բարի եղեք։ Սա։ Ինչ որ ուզենա Ալիևը։ Իսկ մենք արդեն գիտենք Ալիևը ինչ ասում։ Առանց ասելու, որ շուտ Եվրոպա չեն գնում, Եվրոպա ստեղծում են Հայաստանում։ Երբ որ դու ունես բարձրակարգ որակի ապրանք, դու կարող ես հենց եվրոպական ստանդարտներով էլ ապրել։ Քեզ ոչինչ չի խանգարում ստեղծել բարձրորակ ապրանք եւ քո ունեցածներ ինչ որ բարձրորակ չի վաճառել Ռուսաստանում։ Ոչինչ չի խանգարում, բացի մի բանից, որ Նիկոլ Փաշինյանին ռեալ թշնամի էր պետք վերարտադրելու համար։ Եվ այդ ռեալ թշնամին ստեղծելու համար ինքը ուղղակի դրեց քանդեց ամբողջ տասնամյակների սարքած հարաբերություններ, որովհետեւ եթե կյանքում մեկը արտադրություն է ունեցել, մի բան արտահանել է, ինքը շատ լավ է հասկանում ինչ է նշանակում այս ցիկլը։ Երբ որ դու ստե արտադրում ես, տանողը տանում է, ընդունողը ընդունում է, փողը գալիս է, մատակարարը փող։ Մի խոսքով, մեկը եթե կյանքի մեջ մեկ անգամ առևտուր է արել մեծ մասշտաբների, ոչ թե դախրճի է, էլի, արտադրություն է ունեցելու, հասկանում է այս ցիկլը, մատակարարը, տանողը, արտադրությունը, դիմավորողը, վաճառողը, փոխանցումը, սա ինչ մի հսկայական համակարգ է, որ տարիներ է պետք այս ամեն ինչը անելու, սահմանելու համար, մեկ էլ այսպես քանդվում, ասում են ոչինչ, հիմա նույնը բանում Եվրոպայում կանես, բայց չսան։ Բայց դա կարևոր չի,
Կարևոր չէ, որտեղ Facebook-ը հայությունը ինքը արտադրող չի։ Ինքը Facebook-ը հայությունը։ Ինքը լսել է, որ Եվրոպան լավ բան է, մենք պետք է գնանք Եվրոպա, եւ դրա դեմ քեզ պատրաստ է հայոյել, եթե դու ասում ես ժողովուրդ, սա Եվրոպան չի։ Եվրոպան սենս չի։ Եվրոպան Ուրսուլա ֆոն դեր Լայնը չի։ Եվրոպան Ալիևի պահանջները չեն։ Ասում եմ ուրեմն դու ռուս ես։ Հազիվ մենք պետք է ազատվենք ռուսներից, իսկ դու համաձայն չես։ Դու հիմա այդ կոլխոզնիկին ոնց բացատրես։ Թող կոլխոզնիկները ինձ ներեն։ Հիմա կոլխոզնիկ չկա։ Հիմա դու այդ բթամետին ոնց բացատրես։ Այդ տղա ինչ Ռուսաստանից ազատագրվել։ Դու Ռուսաստանից ազատագրվես ուր գնաս։ Եվրոպա։ Կասի հա, որովհետև իրան չասեցին, որ դու չես կարող Եվրոպա գնաս, որովհետև Ուրսուլա ֆոն դեր Լայնն ասեց, բաց է 400 միլիոն շուկա։ Ինքը չասեց, որ ինքը ջան ճիշտ է, բաց է, բայց դու ուլը չես աճել այդտեղ։ Ոնց որ մեկին սկսնակ ջութականին տանեն կանացնեն Կարնեգի հոլի մեջտեղ, ասեն, տենում ես դալիճը, հա։ Քոննա, դու մի օր կարող ես նվագել։ Ու իրան չասեն, գիտես ինչ, որպեսզի դու նվագես, դու պետք է տասնամյակներ սովորես, չարչարվես ժամերով, օրերով, լավագույն դասատուներին հազարավոր դոլարներ վճարելով ամեն դասի համար։ Կոնկուրսներ կրելով, լավագույն ագենտուրաների մոտ ընկնելով, որ մի օր կարողանաս դու մեկ համերգ ունենալ Կարնեգի հոլում։ Չեն ասի, այլ այդ ամբողջ ճանապարհը։ Իսկ ասեն տղա ջան, տերում ես էսի ջութակն էսի դու ես էսե Կարնեգի հոլնա, որ մեծանաս մի օր կնվագես։ Այս նույն կարգի մանկամտությունը, երբ որ քեզ ասում են 450 միլիոնանոց շուկան քո առաջ բացա։ Այդ առաջել է, բայց փակ չի եղել երբ։ Ուղղակի դու տալ չի, դու չունես ոչ մի բան տալու։ Այն ինչ որ տանում ես, արդեն տանում ես։ Ասում Հայաստանից կա 800 միլիոն, այսօրվա վիճակով եմ ասում։ Այսօրվա ստատիստիկան դա է դու։ Ես նույնիսկ չգիտեմ, չեմ էլ հետաքրքրել ինչ են տանում։ Էական չի, բայց կա այդ հնարավորություն, կարևորը դա է։ Իմանանք Ռուսաստանից ինչ էր գալու։ Ինչա եկել։ Ոսկի անմշակ կամ կիսամշակ։ Պատկերացնում եք։ Հələ տեսեք ինչ թիվ է։ Բնական եւ հեղուկ գազ, հասկանալի է։ Նավթամթերք բենզին 179 տոննա, 37%-ն դերից է գալի։ Ես ասենք կարող ենք։ Բնական գազ, Ադրբեջանը մեր գործընկերն է։ Բենզին, Ադրբեջանը մեր գործընկերն է։ Ցորեն, Ադրբեջանը մեր գործընկերն է, չնայած ռուսական էլի անասնակերը կբերեն, հա։ Արծաթ, գալիս է պլատին, ալյումին։ Գիտեք, սոսկալին ինչն է այս ամեն ինչը։ Որ ոսկից սկսած միջև արծաթ, պլատին, ալյումին, դա մենք ունենք։ Մենք։ Ուղղակի գիտեք մեր մոտ ոնց է։ Դա մերը չի։ Դա մի քանի օլիգարխի է, ասես քանդում են հողով ու տանում են, մենք չգիտենք նույնիսկ ընդ ինչ կա։ Հողի փողը տալիս են, հող, զիբիլի փող, աղբի փող։ Այդ ոսկին, արծաթը, պլատինը տանում են։ Իսկ մենք բերում ենք Ռուսաստանից։ Շոկոլադ, կակաո, մթերք, ձեթ, հաց, այս ամեն ինչը վստահ եղեք։ Սա Ադրբեջանի միջոցով է ալվելու այս ամեն ինչը։ Կոշիկ, շիշ, բանկա, դեղամիջոցներ, մարգարին, ընտանի թռչնի միս։ Այս ամեն ինչը, անոք եղեք, էլի Ադրբեջանի միջոցով, Թուրքիայի միջոցով, ձեզ սենց կբերենք ասեն, էսա եղբայր ջան։ Մեկ էլ նայում ես միջուկային ռեակտոր 22 հատ։ Հայաստանը 22 հատ միջուկային ռեակտոր ներմուծելա, որ ինչ անի։ Հա? Եթե հավատանք Փաշինյան Նիկոլին, ինքը 3 նոր ատոմակայան է կառուցել։ Համեստաբար լռում է։ 3 նոր ատոմակայան է ինքը ընթացքում կառուցել, համեստաբար լռում է ինքը։ Ու մեկ էլ իմանում ենք, որ 22 միջուկային ռեակտոր է։ Սա գիտեք ինչի մասին է, որ ես ոսկի անմշակ ես այդ ամեն ինչը որ կա, դրանք եկել է Հայաստան ու Հայաստանից գնացել այս ռեակտորների հետ միասին։ Հայաստանը այն պոլիգոնն է, որով այս կարգի առևտուրը իրականացվելու Ռուսաստանի համար։ Սա է ամենահետաքրքիրը։ Փող նախարարը ինչ ասում է, նախարարը ասում է, ռուսական կողմի հետ թռիպի վերաբերյալ քննարկում էս պայն ընդհանրապես չկա։ Երեք սա էր ասում։
Ընդհանրապես չկա։ Հաջորդ պահին ոնց թե չկա։ Ով ասում չկա, աղբե ջան։ Կա։ Ուղղակի եթե դա լինի, լինելա բացառապես ԵԱՏՄ տրամաբանության մեջ։ Այն ինչ որ ես միշտ ասում եմ։ Քանի դեռ չեն ապահովել ԵԱՏՄ տրամաբանության մեջ, ասենք քանի դեռ FSB կանգնած չի մուտքի եւ ելքի վրա, թրիպը չի լինելու։ Այսինքն դա այդքան էլ արդեն թրիպ չի։ Դա ընդհանրապես ճանապարհ է։ Նույնիսկ այդ պարագայում մեծ հարցական է։ Իրանը հանդուրժելու է սա, թե չէ։ Այնպես որ ես ԱԳՆ-ն ինքը կանգնել է Նիկոլի էփած էս կաշայի մեջտեղում ինքը ու պետք է հասկանա ինքը ինչ անելու։ Ոնց է անելու այս շիլաշփոթը պարզաբանելու համար։ Մի բան որ իմ կարծիքով անհնարին է ուղղակի։ Անհնարին է, ինքը չի կարող բոլոր կողմերին բավարարել։ Հենց նախ Ալիևին, ամենակարևորը իր գործատուին, այսօրվա նախկին գործատուին, Պուտինին, ճիշտ է, Պուտինի մոտ շատ վատ է վիճակը։ Էս է Պուտինի Ռուսաստանը։ Ահա որ անդեղ վիճակը, եւ տնտեսության, եւ ռազմաճակատում, բայց այդ երկիրը ավանդական մեծ սովորություն ունի։ Ինքը որ վատանում է իր վիճակը, ինքը դառնում է ավելի ագրեսիվ։ Ավելի ագրեսիվ եւ Փաշինյան Նիկոլին, ես ուղղակի կասեի, որ դու այդպես շատ միամիտ չլինես։ Շատ հանգիստ չլինես, որ իրա մոտ այդ վիճակը վատ է եւ դու կարող ես ինչ ուզել անել։ Մենք լսենք այդ հարցը։ Ուrsula von der Leyen եկել է, ես չհասկացա 18 միլիոն դոլար, հա, դա տվել է այս արտահանման խնդիրները լուծելու համար, թե ինչ նպատակով, թե ժողովրդավարական արժեքների օրինակ զարգացման, կարծում եմ օրինակ որ հետո մի երկու արկղ ծիրան տաներ ագիների օգնած կներ, որտեվ ամեն դեպքում այդ գումարներով ռուսական այդ սանկցիաների խնդիրները չեն լուծում արտանողների, բայց ժողովրդավարության կոնտեքստում ուզում եմ մի բան Երկու արկղ ծիրանը գիտեք չէ ինչի մասին է։ Որ ասում եմ, եթե ֆրանսիացին գալիս է մի կիլո ծիրան աուտում, դուրս եկավ մեկ էլ ծիրան արտահանել ենք։ Այս հեգնանքը այդ ոլորտից է եղել ու սա ասում է երկրի վարչապետը։ Թե բռնապետը, ապա դուք եք ավելի բռնապետ, թե Ալիևը, եւ Ursula von der Leyen-ը Հայաստանում ժողովրդավարության մասով ինչ կարծիքները, ինչ գնահատական ունի, օրինակ երբ որ տեսնում եմ որ դուք ամբիոնից ուղիղ ցույցում եք տալիս դատախազին, դատավորներին, դատական համակարգին, կասկածի տակ եք դնում դատարանների որոշումները, Տիկին von der Leyen-ը օրինակ այս մասով ինչ որ կարծիք հայտնել, օրինակ լավ եք անում, վատ եք անում, Խոսքով, սա հարց չէ, սա մի ամբողջ դատավճիռ էր։ Չեմ բանակատարում կամպյուտերի հետ։ Կարծես թե տեխնիկական խնդիրներն անցավ, ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մի բան այն չէր։ Ումա հարց տալիս։ Այս հարցը ցանկացած վարչապետ լսելուց հետո ինքը պետք է ուղղակի հրաժարական տալ։ Եթե մի քիչ արժանապատվություն էր, բայց ոչ այս մասը։ Կարծում եմ ընդհանրապես, որ որևէ մեկը չի կարող ուրեմն հավակնել երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնին։ A few moments later. Ես այդպեսի բան եմ ասել։ Այո։ Որտեղ եմ ասել։ Մի ժամանակ գիտեք, մի ժամանակ կար, որ ես 100% ճշգրտությամբ իմ արած բոլոր հայտարարությունները հիշում էի, բայց հետո մեկ-երկու դեպք եղավ, պարզվեց, որ այդքան լավ չի։ Դրա համար վստահ չեմ ասում։ Գիտեք ինչի։ Մարկ Տվենն ասում էր. ճիշտը խոսա եւ շատ բան հիշելու կարիք չկա։ Սա Մարկ Տվենի խորհուրդն է, բայց ես ուզում եմ հիմա այդ շատ կարևոր բան կարդալ։ Աշակերտը հարցրեց վարդապետին, ուսուցիչ, խնդրում եմ ասա ինձ, թե ինչպես ճանաչեմ մարդալ ու բարեպաշտ մարդուն։ Վարդապետը պատասխանեց. մարդու բարոյությունը մի դատի նրա սոս խոսքերով,
ոչ էլ արտաքին կերպարանքով, քանզի մարդը տեսնում է դեմքը, իսկ Աստված սիրտը։ Այլ արդարին կճանաչես այն հոգևոր խաղաղությամբ ու շնորհով, որը տարածվում է նրա շուրջը, երբ նա ներկա է, քանզի ոչ մի մարդ չի կարող կեղծել այն մթնոլորտը, որը բխում է իր հոգու խորքից, ինչով լցված է սիրտը, այնն էլ բերանն է խոսում, եւ այն էլ ճառագում է նրանից։ Այո։ Աթափություն տակ ինչի եք կենթանի, ինչից եք դուք եք զոհերի մեջ։ Իսկ այս հոգեխանգարմունքի տեսարանները մի պատճառ ունեն։ Նիկոլի ու Թուրքի պլանավորած ցեղասպանական գործողություններն Արցախում իրենց վերջնանպատակին չհասան։ Մեր զոհերի թիվը կլինի 400։ Բայց եմ լացում, գիտեք մենակ դուք եք լացում։ Իմիջիայլոց, այս ամեն ինչը հավանել, աջակցել, նշանակում է լինել այդպիսին։ Իրոք, սա ես չեմ ասում, սա հոգեբանությունն է ասում, սա մարդաբանությունն է ասում։ Դու չես կարող լինես այլ եւ աջակցես սրա։ Իսկ ցանկացած նորմալ մարդ այս տեսարանը տեսնելուց մի բան պետք է զգալ։ Խորքային գարշանք։ Եթե մարդը չի զգում, դա ուրեմն իր համար օտար չի, իր համար մերժելի չի այդ ամեն ինչը։ Այսինքն ասել է թե ինքն է դրա նման։ Այսօր պարզվեց Ալեն Սիմոնյանը հրաժարական ատվել մանդատից չի ուզում մանդատ։ Ինչի՞։ Ալեն Սիմոնյան։ Բա քո հետ ինչ կպատահի, եթե քո ձեռը մանդատ չլինի։ Այսինքն դու մնաս մենակ, թե դու մենակ չես մնալու։ Թե հասկանում են, որ քեզ մենակ թողել նշանակում է քեզ դարձնել թիրախուղակի։ Բայց ազգային ժողովի նախագահին ինչի տիկնապահ ասում։ Լսեն ինչ ասում։ Օրենքով ինչ նախատեսված է, այն էլ պետքա լինի։ Ռոբերտ Քոչյանը տիկնապահ չունի, օրենքով ինչ նախատեսված է, այդ ո՞ր օրենքով է նախատեսված, ազգային ժողովի նախկին նախագահ պետք է տիկնապահ։ Իսկ Ռոբերտ Քոչյանը ազգային ժողովի նախագահ չի եղել, ազգային ժողովի նախագահները մեր մոտ տիկնապահներ չեն մտցել։ Այն էլ թոշակի գնալուց հետո։ Ստիզբան չեմ հիշում։ Ռոբերտ Քոչյանը նախագահ է եղել, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Սերժ Սարգսյանը։ Ինքը իրան մոդրանց։ Որին ճանաչում, շատ լավ տղա է Միջալես Քոչյանի տիկնապահ, եթե շատ հաճախ շփվել եմ։ Ով է կասկածում։ Ով է կասկածում, որ դուք շատ լավ շփվել եք։ Բայց գործարքների հետ ֆինանսական բա ո՞նց է եղել։ Կամ բանը ինչա Սերժ Սարգսյանը չունի տիկնապահ, կներեք, բայց ես այդքան փող չեմ աշխատել, որ իմ հաշվին իմ հետ մի քանի հոգի տենց գցեմ հետս մանտամ, որ տենց բան անեմ, ես դրա կարիքը չունեմ, ես Ալենն եմ, ինձ դա բավարար է։ Ահա, Ալենն ես, դե վաղվանից մենակ ման կգաս, Ալեն։ Դու Ալենն ես։ Վաղվանից մենակ ման կգաս եւ կտեսնենք։ Ասում եմ, ես ձեզ գիտեմ, եք տանեք կաշինը կոտոշներ եք մնա մեր անասունից։ Այ դու վաղվանից մենակ ման կգաս եւ կտեսնենք քեզանից ինչ կմնա։ Իսկ այդ ո՞ր օրենքով է կարգավորվում, որ նախկին նախագահը պետքա բան ունենա։ Տիկնապաներ։ Դա մենք խոսանք, իսկ հիմա ինչի գնաց։ Հա։ Ինչ եղավ։ Ինչ էր ուզում չտվեցին, կամ ինչի է սպասում, կամ ինքը արդյոք հասկանում է ինչ է կատարվել։ Այս ամեն ինչի պատասխանները ես հիմա չեմ ուզում գուշակությունով զբաղվել, բայց ես վստահ եմ, շատ կարճ ժամանակամիջոց անցնում է եւ puzzle-ը գալիս ընկնում է տեղը, որովհետեւ չկա մի բան, որ վաղ թե ուշ բաց չլինի։ Իսկ ես երբեք չեմ ասում, բաներ, չեմ խոսում բաներից, որոնք բաց չի։ Օրինակ միջև իմ համար բաց չի, հենց հիմա ինչի ընդունեց, ասենք հայոց ցեղասպանությունը Իսրայելը։ Շատ լավ արևել ընդունել, բայց իրական մոտիվացիա դեռ ինձ այդքան էլ բաց չի։ Նույնն սրա դիմում տալ գնալ է։ Հետնել ասել, որ Նիկոլ Փաշինյանին ես պետք լինեմ, ես իր թիկունքին կանգնած եմ։ Այսինքն ես գնում եմ, բայց քեզ չեմ լքում։ Ամեն վարքյան կողքդ կանգնած եմ։ Երևի Թուրքիայից ասել են, ենթադրում եմ, Անկարայից ասել են, ինքը մեզ պետք չի։ Գիտեք ինչի։ Դե իրանք իրենց հավատալին թուրքեր ունեն։ Նիկոլն էլ իրանց պետք չի լինեն։ Շատ շուտով։ Իսկ նորընկա փող նախագահը նորընծա կներեք։ Տեսենք, չմոռանանք ով ասա։
Չի կարող լինել նման բան, չի լինելու Ղարաբաղցիների վերադարձ Ղարաբաղ եւ չի լինելու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձ Հայաստան։ Այս չխանձած խոզը ինքը չի հասկանում ինչ է նշանակում արցախցիների վերադարձը Արցախ Ղարաբաղցի չէ։ Արցախցիների վերադարձը Արցախ ինքը չի հասկանում, որ դա իր ցանկությունը չի։ Իր ցանկությունը կարա լինի ասել խխռալ թե ոչ, բայց արցախցիների վերադարձը սա իրանց իրավունքն է ու դա միջազգայինորեն ամրագրված իրավունք է։ Ու ինքը պատկերացնում եք ինչ կարծիք ունի իր մասին։ Պատկերացնում եք ինչ կարծիք ունի իր մասին։ Արցախցիների վերադարձը նաև նույնականացնում է ադրբեջանցիների անեքսիայի հետ։ Մի բան, որ ինքը նույնական է հայերի վերադարձը Ադրբեջան եւ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Դա կարող է նույնական լինել, բայց արցախցիների վերադարձը Արցախ դա նույնական չի, դա միջազգային իրավունք է։ Ուղղակի դուք հասկացեք դուք ում ունեք արդեն, եթե ազգային ժողովը աշխատի, ազգային ժողովի փոխնախագահ։ Նախագահը Թուրքի անմիջապես նշանակած Ռուբինյանն է, փոխնախագահը այս կենթանին է, որ չի հասկանում ինչ է նշանակում օրենք, չի հասկանում ինչ է նշանակում միջազգային օրենք եւ չի հասկանում ինչ է նշանակում կարծիք։ Այսինքն նույնիսկ այս տխմարին ասեք, եթե դու կարծիք ունես, դա պետք է հիմնված լինի ինչ-որ օրենքի վրա։ Իսկ քո կարծիքը չասում, նույնիսկ ոչ հիմնավորված չի։ Ես չեմ ուզում ուղղակի ավել բառ ասեմ սրան էլի։ Եա վերադառնանք մյուս մեր հերոսներին։ Նայեք սա։ Կողմից առաջ տարվող եւ իշխանությունների ձեռմամբ իրականացվող հայ ազգային ինքնության դեմ պայքարը հետընտրական շրջանում ել ավելի սաստկացավ։ Ընտրություններից ընդամենը մի քանի օր անց իմացանք, որ քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարն են հեռացրել, հետո տեղեկացանք, որ 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Մկրտչյանի նկարն են հեռացրել եւ անհիմն աբսուրդային մեկնաբանություններով, թե դրանց համար թույլտվություն չկա, այնինչ մեր հերոսների նկարները տարիներ շարունակ այդ պատերին են եւ այո հիշեցում են սերունդներին։ Դեռևս նախընտրական շրջանում սրանք փորձեցին վաճառել ժողովրդին հերոսությունը, ասելով, որ հերոսը հարկատուն է, այսինքն հարկ վճարեք մեզ, ապահովեք մեր համար ճոխ ընտրություններ եւ ճոխ կեցություն եւ մենք մոռացնել կտանք իրական հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի, հանուն այս պետության, իրենց փոխարեն հերոս կկոչվեք դուք։ Իսկ այս շրջանում արդեն նաեւ տեսողական փորձում են մոռացնել տալ հերոսներին եւ նրանց հերոսությունը։ Ազգային սիմվոլների դեմ պայքարը իհարկե չէր կարող շրջանցել Արցախը։ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրեցին տարիներ շարունակ այնտեղ ծածանվող Արցախի դրոշը։ Դեռ 2022 թվականից այնտեղ ծածանվում է Արցախի դրոշը։ Երբ ՀՅԴ երիտասարդները վերականգնեցին այդ դրոշը, տեսանք, որ ժամերի ընթացքում նորից անհետացավ։ Այդպես մի քանի անգամ գաղտնի հանեցին դրոշը, մինչև որ երիտասարդները հայտնաբերեցին հանողներին, ովքեր խոստովանեցին, որ քաղաքապետարանի աշխատակից են եւ պետք է հեռացնեն, ավելին ձերբակալեցին դրոշը տեղադրող երիտասարդներին։ Ազգային ինքնության դեմ պայքարում ամենակարևորն է հենց շատ քննարկված դիմադրողականությունը, դիմադրությունը ցույց տալը։ Հեռացրել են դրոշը, նորից տեղադրել։ Խոսել այդ մասին։ Հեռացրել են մեր հերոսների նկարները, նորից նկարել։ Խոսել այդ մասին, բարձրաձայնել, սոցիալական հարթակներում տեղադրել այն սիմվոլները, որոնք նրանք փորձում են հեռացնել։ Լինեն մեր հերոսների նկարները, Արցախի դրոշը, սոցիալական հարթակների մեր էջերից հեռացնել չեն կարող։ Մեր խոսքը սահմանափակել չեն կարող։ Նրանց մասին պատմություններն ու հիշողությունները վերհիշելը սահմանափակել չեն կարող։ Մեր գործողություններով, չլռելով այդ սիմվոլները, այդ դրոշը, մեր հերոսների նկարները նրանց եւս մեկ անգամ ցույց տալով, հիշեցնել, հասկացնել, որ մեզ չեն կարող արգելել ունենալ ազգային ինքնություն եւ հիշել մեր ազգային ինքնությունը։ Շնորհակալություն Նարե Սիմոնյանին, ես էլ իմ հերթին խոստացել եմ, որ բոլորին, ովքեր ապրում են այս օրակարգով, ազգային ինքնության պահպանման, վերականգնման եւ տարածման օրակարգով, ես ամեն ինչ կանեմ իրենց համար, իրենց տարածման, իրենց աջակցության եւ չեմ դադարի իրենց շնորհակալություն հայտնել իրենց կատարած գործի համար։ Սա էլ ասենք։ Գիտակցությամբ իրանց
գիտակցված զոհաբերությամբ, հիմա էլ այդ տղաների հետքերն են ջնջում, որպեսզի մոռացության մատնեն իրենց դավաճանությունը։ Ես կարծում եմ, որ իրենց համար այո, շատ ծանր էր 6 տարի շարունակ հայացքնել այն տղաներին, Կներեք, էլ ինչ-որ մի խնդիր ա լինում, ես ներողություն եմ խնդրում։ հայացքնել այն հանդուրժել այն տղաների հայացքները, որոնք ինչ-որ կերպ հայլի են, որի մեջ իրենք նայելով գիտակցում են իրենց ոչնչությունը։ Իրանք գիտակցում են իրենց ոչրագործության ծավալները։ Իրանք գիտակցում են ինչ տեսակ ահռելի մեղքի մեջ են իրանք։ Դժվար էր նայել իհարկե նաև Ռոբերտ Աբաջյանի հայացքին եւ չհիշել նրա վերջին նախադասությունը, որը վերաբերում էր հենց իրենք։ Եվ իրենք Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքի տակ են մնացել։ Եվ սրա հետ իրենք ինչ-որ մի բան պիտի անեին։ Ամենահեշտ միջոցը ջնջելն է, մաքրություն են կանում ամավան տակ։ Նկարը ջնջեցին, բա խոսքը չեն ջնջել, դա հնարավոր չի։ Նայենք ստեղ ինչ ա կատարվում։ Դրան նայ, մարդը սպաններ։ Նա ձեզ ոչի բան չասեց, առավոտը ոստիկանները իմ տղային սպանել են։ Հիմա ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ ես բան չունեմ ասելու։ Բայց անձամբ ոստիկանությունը իմ տղայի սպանության մեջ ունի իր ներդրումը։ Հիմա եկել ինձ ասում ստեղ մի կանգնին, որտեղ ուզեմ այդտեղ կկանգնեմ, աչքներ կհանեմ։ Մի հատ կա, հələ ոստիկանը չկա։ Հրանտ Սահակյան, Արա Ազնավուրյան։ Գիտի ձեր նախարար Աշպիրես Աշտյանը, աշտարադատությունը մահացել է։ Մենք աշխեր հուղարկավորել ենք աշտարադատությանը, վրեն ենք քար ենք դրեք, հրել ենք Նիկոլ։ Հասկացաք։ Դրա համար ինձ մեկը չմոտենակ հանգած։ Բոլորդ իմ համար հանցագործների սիմվոլ եք։ Անձնապես չեմ ասում, բայց դա այդպես է։ Հերու խաղարեք ինձանից։ Միակ կինայք հավաքվել եք քիչ համանում գրկեք տանեք, գրկեք տարեք։ Ներկայությունը ձեզ ցանկալի չի, քաղաքացի եք, այնտեղ որտեղ մենք ծառայություն ենք իրականացնում։ Շատ լավ եք անում, գիտեմ ձեր Սմոլը դեմքերին նայեք, ասում ա, կարծես թե դաջված են, սալքված են տապարով։ Հա, այս պայմաններում ոնց ա ղեկավարվելու երկիրը, այս ամեն ինչի տակից ոնց ա դուրս գալու։ Գիտեք, Փաշինյան Նիկոլ ընտրողներ, որ դուք այս ամեն ինչի մեջ ձեր մասնակցություն ունեք ու այս ամեն ինչի պատասխանատու դու եք նաև, այսօր մարդասպանել եք բոլորդ։ Այո, մարդասպաները նաև նրանք, ովքեր արդարացեցին մարդասպանը, ովքեր ձայն տվեցին եւ աջակցեցին մարդասպանների իշխանություններին։ Չգիտեմ, իմ հաշվարկներով դա 25-30% են, մի կողմից քիչ, մյուս կողմից ահավոր մեծ թիվ, ասում ամեն մի երրորդը արդարացեց ազգասպանությունը, ուրացումը, սա հսկայական թիվ է։ Ամեն մի երրորդը թքեց հարևանի բարեկամի սքի վրա, հոգու մեջ, սրտի մեջ։ Սոսկալի թիվ է։ Եվ սրան կարողացավ հասնել Փաշինյան Նիկոլը։ Ես որ մեկ խոսում ենք, սա այդ մի բան լինի, սան սատկացնեն կամ գնալ, լավ, ասենք այդտեղ, բայց 30% հետ մեկ ինչ եմ կամ։ Այս սա իմ համար խնդիր է։ Դրա համար ես ամեն ինչ անելու եմ, որ այս կարգի խոսքը ինչքան հնարավոր է տարածվի, նաև ձեր օգնությամբ։ Նաև ձեր օգնությամբ, որ մարդիկ, այս սենց նման մարդիկ տեսնեն, որ իրանք մենակ չեն։ Բարոյականությունը չի մեռել, այն ասում է օրենքն է մեռել, պապանակարն եմ դրված է, վրեներ գրված է Նիկոլ, էդի է մեռել, բայց մենք չենք մեռել, մաքրությունը, բարոյականությունը չի մեռել, մենք կանք։ Հենց մեր լինելն է, որ հանգիստ չի տալիս Նիկոլներին, հասկանում եք։ Իսկ մեր կռիվը երկար է, մեր կռիվը մենակ իշխանության համար չի, մեր կռիվը մեր ազգային դիմագիծը վերադարձնելու, ստատուս քվոն վերականգնելու,
այն միջ անձնային էս համերաշխությունը հետ բերելու համար այն ժամանակ մենք նոր կարող ենք մտածել քաղաքականության մասին, արտաքին քաղաքականության մասին, մի հատ էլ կարդալ Աթաթուրքի նամակը մեզ ասել էս մարդը, ախր ճիշտ է ասում։ Սա մեծ դաս է մեր համար։ Նա լավագույն դասն է տվել մեզ։ Լավագույն, մեզ ոչ մեկ sense դիպուկ չի բնորոշել։ Դրա հետ կռիվ տալ պետք չի։ Դրանից եզրակացություններ է պետք անել։ Ես ամեն իմ համերգից հետո, ամեն ներկայացումից հետո, ես միշտ մոտեցել եմ ինձ, ես ասենք միշտ դիմացել եմ, որ երաժիշտներն են սիմպաթիայով, որոնք չեն։ Ես միշտ մոտեցել եմ այն ունկնդրին, այն երաժիշտներին, որոնք առանձնապես սիմպաթիա չեն մեծ իմ նկատմամբ, որովհետև իրանք մենակ կասեին ինձ անկեղծ կարծիք, իրանք կասեին մենակ ճշմարտությունը։ Եթե դու հրաժարվես դրանից, ինչպես մենք հրաժարվում ենք Աթաթուրքի անկեղծ դիպուկ բնորոշումից, այո, մեզ ինչ ասում է ճիշտ ասում, համեր թշնամին է ասում, բայց լսենք ինչ է ասում։ Նա եթե խելք ունենար, մեզ դա չէր ասի, կասեր ոնց կա տենց էլ մնացեք, որտեվ իր ասելուց հանկարծ կարող է մենք ճիշտ եզրակացություններ անենք, բայց վստահ է եղել երևի, որ մենք ունակ չենք նույնիսկ դրան, դրա համար հանգիստ գրել է։ Հիմա ինչ ապացուցենք, որ մենք էտենք, մենք ունակ չենք նույնիսկ եզրակացություններ անենք, հա, ճիշտ։ Հիմա լսենք այս հերոսն ինչ է ասում։ Народ должен знать свою историю. Если он не знает своего прошлого, он умирает и превращается просто в население. Ազգը պետք է իմանա իր պատմությունը։ Եթե նա չգիտի, նա մահանում է, դրանով իսկ եւ դառնում է ընդամենը բնակչություն։ В толпу. Տալպա։ Հայերեն դեն ասում են նաև դուժեղ, նախջ, սկամպ։ Թվում է թե մեծ բան չի, բայց մեծ բան։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում Թուրքիայի շուրջը։ I had a hearing on the Armenian genocide, Sinan, and we had an ambassador from Greece, we had an ambassador from Turkey. Ասում ենք լսումներ ունեինք հայկական ցեղասպանության մասին եւ մենք ունեինք դեսպան Թուրքիայից եւ Հունաստանից։ And he threatened, I had 3 hearings on the Armenian genocide, right from the podium, you like your base in Incirlik? Well, it may be gone if you recognize the genocide committed against the Armenians. Եվ ասում է Թուրքիայի դեսպանը կանգնեց եւ բոլորիս սպառնեց։ Ասում է դուք Ինջիրլիքում բազաներ ունեք, չէ՞, եթե դուք ճանաչեք, ձեր բազաները կարող եք վերցնել ու գնալ։ I said, what a weak partner you are in NATO. Մենք էլ ասացինք, դա թույլ պարտներ ես դու When you threaten our base because we're որովհետեւ դու ասում ես սպառնում ես մեզ բազաներով, չէ՞ մենք պետք է դալի հանցագործությունը ճանաչենք։ calling you out for something, a country, for those atrocities. Remember, it was Hitler who said, who remembers the Armenians? I mean, we do, and thankfully you do, and so I just think we need to toughen our resolve, which is why we're doing this hearing. Your recommendations and statements are we're going to get it right to the Secretary of State, Marco Rubio, your testimonies, in the hope that, he and his staff will look at it. We should not be enabling a dictator. I had a hearing. Խոսքովս մեզ ամենը ներկայացվել է եւ Մարկո Ռուբիոյի սեկրետարին քարտուղարին, հա, որ մենք պետք է այս դիկտատորին իբր ցերպազատենք այդ դիկտատորից։ Բնականաբար դա դեռ մեզ չի սպասում, բայց վերջում ես սուրպրիզ ունեմ իրանց համար, թուրքերի համար։ Մեր համար նույնպես։ F-35 չխփնվող անտեսանելի F-35-ը կարողացել են իրանցիներ այսօր խփել Հորդանանում։ Անտեսանելի F-35-ը խփվել է հերթական անգամ Հորդանանի տարածքում իրանական բաների կողմից։ Մեծ այլ նայենք։ Գրողը շարունակվում է։ 3 bombs this morning, and one of those bombs took out several U.S. reporters. See, there was Իսրայելը այլանդակ ռումբեր է օգտագործել շատ հզոր Լիբանանի տարածքում, որոնք իրենց հզորությամբ ատոմային ռումբի չափ են։ Հետևանքով ատոմային ռումբ չի, բայց հզորությամբ թաղամասեր են ավիրել եւ սպանել են նաեւ ամերիկացի լրագրողներ, որոնք գնացել են հիվանդանոցների վիճակը նկարելու
Սա Գազայի տարածքում եղել ներողություն ոչ թե Լիբանանի, երեք ա եղել Լիբանանի, այսօրվանը Գազայում է եղել։ Ոչ մի ձև այս հարցը լուծել չի լինում, չի կարողանում Թրամփը։ Այս հարցը կլուծվի նոյեմբերին։ Ես այսօր միտեղ կարդացի, որ այն մարդիկ, որոնք իրոք մտահոգված են այս ցեղասպանությունով, որը իրականանում է Գազայում եւ Լիբանանում, որ իրակորձում է Իսրայելը, դրանց ինչ-որ բառ էր ասված, բացասական իմաստով, թե մեր մի խոսքով, իրաց դառն է լացում։ Ես հասկանում եմ, շատերի համար երևի միևնույն է ինչ է կատարվում Գազայում, Լիբանանում, Դեմձապես աշխարհում մեկ, բայց այսպես մարդկանց ուզում եմ հատ հիշեցնել, էլի դուք իրավունք ունեք ցանկացած կարծիքի։ Ես չեմ, որ պետքա ձեզ ասեմ դուք կարծիքի իրավունք ունեք, թե չէ, դա Աստված է տվել մեզ բոլորիս։ Արիչ տվել է բոլորիս իրավունք կարծիք ունենալ, գործողություններ իրականացնել, ազատությունը, սա բոլորիս իրավունքն է էլի։ Բայց դրա կողքին նաև կա պարտականություն։ Երբ որ քո համար միևնույնն է, ինչ է կատարվում աշխարհի մի ծեր, պատրաստ եղի, որ իրանց համար միևնույն է լինելու ինչ է կատարվելու նաև քո հետ։ Այն հանգամանքը, որ չգիտեմ, ընդ մահմեդականներ են, կամ այդ չգիտեմ, Գազայի բնակիչներ, ասենք Համասը, ուրախ ա եղել Իսրայելի ներողություն, Բաքվի ճակերտավոր հաղթանակով, այո, Բաքվի հաղթանակով ուրախ էր նաև շնորհավորել էր եւ Ուկրաինա, բայց հետաքրքիր է, Ուկրաինայի ռմբակոծության հետ կապված մարդիկ նեղվում են, չեք նեղվում այդ դեպքում, ինչ տարբերություն։ Ուկրաինան էլ է շնորհավորել Բաքվին, Համասն էլ է շնորհավորել Բաքվին, Իրանն էլ է շնորհավորել Բաքվին։ Եվ դուք պետք է հաշվարկեք ցեղասպանությունների վրա։ Հա, դուք իրավունք ունեք, սա ձեր իրավունքն է։ Ես չեմ այդ գնահատականը տվող։ Ես ուրիշ բանի գնահատական տվող եմ։ Որ դուք տեսել չհասկացաք ինչ է նշանակում ցեղասպանություն, լինելով ցեղասպանված ազգ։ Եվ ինչ է նշանակում դիվանագիտություն։ Դուք էլ իբր դիվանագետ եք։ Ես ցավում եմ, բայց կա ինչ-որ կա։ Thank Bill Gates and the CEO of Pfizer are being ordered to testify in court. They tried to get out of it, but they are being ordered to testify in court. And the accusations and the evidence that is being held against them by the plaintiffs is insane. Ուրեմն Bill Gates-ը եւ Pfizer-ի տնօրենը պետքա ցուցմունքներ տան մեղադրանքան նկատմամբ եւ պետք է ասեմ մեղադրակ հնչեցնողը, որը պատրաստ է ապացուցել, որ Bill Gates-ը, Pfizer-ը եւ մնացած բախելում եմ հենց բաններն են գնի դրանց տակ, եթե սա գնաց առաջ Նուբալաֆեյանը, որն էլ Մոդերնայի տնօրենն է։ Ոչ COVID-19-ի հետ վակցինաները, որոնք ստեղծվեցին, դա բիոլոգիական զենք էր մարդկության նկատմամբ։ Այդ գիտնականը, որ պնդում էր, որ ապացուցել էր, որ պետքա ցուցմունք կար դատարանում, որ արդեն բանը նշանակված է դատի օրը, մահացել է։ Ավելի ճիշտ սպանվել է։ Սա մասին ասեմ։ Այս ամեն ինչը ռեալ է։ Սա կոնսպիրացիա չի։ Դա ամեն ինչը ղեկավարվում է մի տեղից։ Եվ ոչ չգիտես, ինչի ճանաչես մեր ցեղասպանությունը։ Շնորհակալություն դրա համար, բայց դե այս ամեն ինչը չի փոխվում։ Նույնը մնում։ Այսպեսի մի դեպք է եղել։ Մի զույգ բարձրացել է Empire State Building-ի վրա, տեսեք։ Հետո պարզվել է Ռուսաստանի քաղաքացի է։ Ներկուր են բարձրացել։ Մի հատ պլակատով։ Ստեղ տղան աղջկան առաջարկություն արել։ Շատ գեղեցիկ զույգ էր։ Ափսոսս եկա ձերբակալել է մեղադրանք կանած նկատմամբ եւ մեծ տուժեր տուգանքներ քաղաքին պատճառած վնասի համար։ Տեսեք որտեղ են բարձրացել։ Այն ամենայն մարդիկ, որ հավաքված են ամենաներկևում։ Այ ես ստեղ եմ եղել, այս տեսնում եք, ստեղից ավել ոչ մեկ իրավունք չունի բարձրանալ, ոնց են բարձրացել, վերև ես չեմ կարող հասկանալ։ Իսկ ի՞նչ է գրված այդ պլակատի վրա։ Հուսահատ բարձրացել են պարզելու, որ
Սիրո ուժն է հաղթելու ուժի նկատմամբ սիրում։ Այսինքն love of power of love։ Մարդիկ, որոնք ուժն են ամենաշատ սիրում, հա, դրանց կարող են հաղթել միայն սիրո ուժով։ Եվ այս զույգին սույն ձերբակալել են լուրջ մեղադրանքներ ներկայացնելով դրա համար։ Վերադառնանք Հայաստան։ Մենք այդ հանքը չենք ուզում բացեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, որ հանկարծ փոշին լինում է, փոշին ամբողջ ջուղը արդեն տանում է։ Ստե փոքրիկ երեխեք են հիվանդանում, թող հաղթան կպտում, ամեն ինչ այդ ավազի փոշին, որ մտնում մարդը թողերը, լրիվ հիվանդանում են։ Շատ ասեմ, կիսամահ վիճակին հասցրել են հիվանդանալ, որ այդ վիճակն է երեխեքի։ Վիճակը շատ վատ է։ Դրա համար եթե փոշին փլնում է, չէ, ամբողջը, ջուղի ճեստից շատը, լրիվ փոշու մեջն է։ Բանջարեղենը ինչ որ ցանում է, չէ, լրիվ փոշու մեջ է։ Այդտենց ո՞ս պետք է ապրի մարդիկ։ Մարդիկ ապրում են, պետք է մաքուր տեղ ապրեն, ամեն ինչը փոշի չլինի։ Այս կառավարությունը իրան ինչ է մտածում։ Մենակ իր մասին է մտածում, ժողովրդի մասին չի մտածում։ Երբեք չի մտածել։ Այսքան ված ես ել եմ մեծ տարիքին, եւ ես չեմ տեսել, որ սենց ժողովուրդ, սենց ղեկավար բանը ժողովրդի մասին չի մտածում, երբեք չի մտածում։ Իսկ այն ժամանակվա ժողովրդի ղեկավարը ժողովրդի մասին մտածում էր, որ իրոք որ մարդիկ աշխատում են, ապրում են, ամեն ինչը մարդկային ձևով։ Դուք սա պատկերացրեք, դա ընդհանրապես մի փոքրիկ հանքի մասին է խոսքը, որ ասում են ամեն ինչ անենք չաշխատի։ Ինչ է լինելու Վայոց ձորի հետ եւ ոսկրած աշխատել։ Որ արդեն քանդում են ամուր սարը։ Ես չեմ հոգնի դրա մասին ասելով։ Քանդում են, պայթեցնում են իրականում ատոմային ռումբի էֆեկտով մի գործարքա, որը Հայաստանի վերջն է դնել ուղղակի։ Վերջ պատկերացնեք ինչ է նշանակում կորցնել Վայոց ձորը։ Լավագույն մտքերն ու բանջարեղենը, գինի, խաղողը, դեռ է գալիս։ Բլյուզ ջրերը լցում եմ ակամից սևան անդերից։ Բայց սրանց համար փողից ենքոն բան չկա, աստված չկա։ Ոնց են այս մարդիկ նայելու այն ծնողներին, ովքեր 44 օրը պատերազմի ժամանակ եւ դրանից առաջ զոհված ծնողների ոնց են դրանք համատեղելու այդ զոհված երեխաների ծնողների եւ այդ եկած ադրբեջանցիների։ Դա անհամատեղելի է։ Ասեն ոնց կհամոզեն, որ եթե ուզում եք գնանք Եվրոպա, վիզա ստանաք եվրոպական, ուրեմն պետք է այս ամեն ինչը հանդուրժեք։ Հանդուպայաշկ է։ Ես մի հատ բան էսի լսենք, այս թուրքին։ Азербайджанский народ нам не брат. Во-первых, эти люди крайне сквернословны. Կներեք, դա ես թարգման եմ։ Թուրքը ասում է ադրբեջանցիները մեզ եղբայր չեն, որովհետև ասում են նրանք բառապաշարը Նիկոլավալի է էլի, կեղտոտ են դասում։ Извините комментарии, и вы увидите, насколько они нецивилизованы. Կոմենտները նայեք, տեսեք ինչքան իրանք անկիրթ են։ Во-вторых, эти люди крайне неквалифицированы, бесталанны. До сегодняшнего дня они не вырастили ни одного ученого, ни одного деятеля искусства, ни одного атлета. Երկրորդ ասում եմ, դրանք անկիրթ են։ Այսքան տարվա մեջ ոչ գիտնական են տվել, ոչ մի ալվեստի մարդ են տվել, ոչ մի սպորտսմեն են տվել։ Одного бизнесмена мирового уровня. Ոչ էլ բիզնեսմեն են տվել միջազգային А մասշտաբով։ те, кого они называют бизнесменами, это олигархи в самом Азербайджане. Նրանք ասում են, իսկ նրանք ունեն բիզնեսմեններ են, ասում են օլիգարխներ են։ Которые эксплуатируют народ. То есть, у азербайджанцев нет таких действительно солидных брендов, как Apple или Microsoft. Я правда не понимаю, в чем наше братство с этими людьми. Ասմեսիակ չեմ կարող եմ հասկամ, ինչու՞մն է մեջ եղբայրությունը իրանց հետ։ Ես սրան դեռ կարնադառնամ, բայց հիշենք, որ թուրքերը, ես բետնանք ես թուրքի։ Հալեք ինքը ինչ-որ թուրքական բան ունի մեջը։ Ես հասկանում եմ, որ ադրբեջանցին են նույնիսկ այս թուրքի համար։ Թուրք չեն, որովհետև ոնց որ ինքը կրթված թուրք է ու հասկանում է ինչ է նշանակում ադրբեջանցին։
Հիմա լսենք մեր աղջնակին։ Ով կասեմ, Ինչից եք ամենից շատ վախենում։ մեկ տողով կասեմ, արևմտահայ բանաստեղծի մեկ տողն է, որը հենց սկզբից երևի 6-7 դասանում ենք անցել, գրավեց ինձ ու առ այսօր այսպես հոգուս մեջ է, հեգ մարդկության մեկ ոս տգոս հայրենիքն ունիմ թշվառ, չոքնած անոր մեռնիլ աննշան, օհ այս էսոս գցավ ինձ համար։ Ես միայն դրանից եմ վախենում։ Ունենալ կարողություններ եւ չկարողանալ օգնել հայրենիքին։ Ու խոսքը կուլ գնաց, դվոզված էր մեր աղջնակ։ Խոսքը մանան դավին մասին է։ Շնորհակալություն մանան ջան, տեսեք։ Այո, այդ անզորությունը բոլորիս է խփում, որ ունենալ կարողություն ու չկարողանալ օգտակար լինել հայրենիքիդ համար։ Այսօր TikTok-յան օրեր եթերի ժամանակ մեկն ասել էր, ոնց կլինի սենց։ Մեր ազգը կործանվում է, հայ աղջիկների ռոլիկներ է պատտվում, որոնք թուրքական երկերի տակ են պատկել են։ Ես ասեցի, ես չեմ անում, որ դրանք հայ աղջիկներ են։ Դրանք ներդրված թուրքեր են, որոնք հայերի ազգանուն անունով տենց վիրուսներ են տարած, որովհետև իմ համար հայ տեսակը մանան, որի ափերի մեջ էր գարելի մեջտեղը փնտրում ազգի ապագա։ Իսկ այն վարսկան պրաստիտուտկեքը, որոնք ասենք չգիտեմ, մի քանի կոպեկի համար պատրաստեն ամեն ինչ, դրանք հիմնականում այդ են մասանը, որ կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքը։ Դրանք են։ Ու հենց այդ ժամանակ ես նկարներով ցույց տվեցի։ Հենց դա իրանք նկարվում են, միտեղ իրանք նկարվում են, միտեղ մեկ նկարված է, միտեղ մի խոսքով։ Իրանք ինդուստրիայի աշխատողներն են։ Հին ու բարի ինդուստրիայի աշխատող։ Մի խափնվեք այդ տեսարաններին, մի խափնվեք այդ տեսահոլովակներին։ Դրանք հայերը չեն։ Դրանք հենց իդեպ այն հատուկ ընտրված մասնագիտության տերերն են, որոնք ձեզ ուզում են համոզել, որ հայերն արդեն թուրքական են լսում, չէ, հայը մանանն է, մանանի նմաններն են, որոնք իրենց կարողությունների մեջ վախենում են, որ իրենք չկարողանան լինեն ազգին օգտակար։ Մեկ էլ ես մյուս հայը, տեսեք։ Դեռ չեք լսել։ Սաբիհա Գյոքչեն 12-ամյա կապուտաչյա աղջնակ էր։ Աթաթուրքը նրան հանդիպում է որբանոցում եւ տեսնելով նրա գեղեցիկ աչքերը որոշում է, որ նրան անպայման պետք է որդեգրի։ Հայտնի է, որ Աթաթուրքն ուներ 8 որդեգրած որդի, որոնցից ոչ մեկ բարեբախտաբար նրա երեխաները չէին հանդիսանում։ Որտեվ հոմոսեքսուալիստ էր նա երեխա չուներ։ Լավ է, որ իր երեխաները չուներ, չհորանադրագենը։ 1935 թվականին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա է գտնվում օդաչուների դպրոցի բացման արարողությանը եւ հենց այնտեղ էլ որոշում է, որ նա ուզում է օդաչու դառնալ։ Սաբիհա Գյոքչեն Թուրքիայի առաջին կին օդաչուն էր եւ առաջին ռազմական օդաչուն։ Սաբիհան Թուրքիայում համարվում է ազգային հերոս եւ նրա անունով է կոչված Թուրքիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը։ Ին, որով հիացած էր մի ամբողջ պետություն, պարզվում է, որ հայ էր։ Այս մասին առաջինը գրեց ականավոր գրող լրագրող Հրանտ Դինքը։ Նրա հոդվածը Սաբիհա Գյոքչենի գաղտնիքը ռումբի պես պայթեցրեց Թուրքիայի հասարակությունը։ Պարզվում է, որ Սաբիհայով հետաքրքրված էին Հայաստանի նրա բարեկամները եւ պարզվում է, որ Սաբիհայի Դրանից հետո մեծ թափով սկսում են հայտնաբերելով, որ հայ է Սաբիհան, արդեն սկսում են իրենց անցածով հետաքրքրվել եւ առաջանում է բումը, մարդիկ սկսում են գենետիկական թեստեր անցնել եւ շատ կարճ ժամանակ հետո Թուրքիայի կառավարությունը հասկանում է, որ ինքը կորցնի այդ պետականությունը, եթե բոլորը բարձրացնեն, որ իրենք թուրք չեն, պարտադիր չի լինեն հայ։ Եվ այո, մեծ ալիքա բարձրանում Թուրքիայում եւ արգելվում է առ այսօր արգելված այդ երկրում գենետիկ տեստ անել։ Ես
Այսօրվա ցերեկվա այդ եթերի ժամանակ խոսեցի Սարբիայի մասին եւ որոշեցի անպայման գտնել այդ տեսանյութը, ապացուցող դա, որպեսզի երեկոյան եթերի ժամանակ ես ցույց տամ։ Ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում, ինձ համար չկա թուրքական պետություն, չկա նաեւ Ադրբեջան։ Դրանք ամենապատասխանատվությամբ եմ ասում, դրանք իմ համար fake ու failed ձախողված ընդամենը բաներ են, պրոյեկտներ։ Եթե մի պրոյեկտի գոյությունը կախված է, թե այնտեղ կլինի գենետիկական տեստի իրավունք թե ոչ, նշանակում է արդեն նա տապալված պրոյեկտ է։ Ես բոլորովին հակված չեմ վախենալ թուրքական հզորությունից, հակառակ։ Ես ավելի հակված եմ, որ այդ թուրքական հզորությունը ես պետք է մի օր ինձանով անեմ, մի շատ պարզ պատճառով, բացահայտելով այնտեղ մեր ռեսուրսներ, ու մեկ էլ կպարզվի, որ այդ հզորությունը ինչ որ կա կուտակված այնտեղ, դա թշնամունը չի, հենց մերն է։ Ես հիշեցնեմ, որ թուրքական ամերիկյան կառավարությունը իր ռազմաբազաները տեղադրել է հենց այն տարածքում, որտեղ հենց Սևրի պայմանագրով եւ Վուդրովիցնի եւ այլ վճռով պատկանում են հայերին։ Եվ մի հատ էլ բան ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները առ այսօր Թուրքիայի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Մեզ ընդհանրապես պետքա պետություն, մեր սեփական պետությունը ունենալ եւ ի վերջո պարզել, ովքեր են Թուրքիայի բնակիչները, նաեւ Ադրբեջանի բնակիչները, նույնիսկ եմ ասում, այդ երկու պետությունները ինձ համար դրանք արհեստական գոյացություններ են, նրանք գոյություն չունեն իրական։ Եվ իրենց հաղից գալը դա զենքի հետ կախված չի, քաղաքական մեծ ազդեցությունների հետ կապված չի, ընդամենը տրամաբանված խելացի քայլերով պետք է արվի։ Եվ կպարզվի, որ մենք հսկայական դեռ թշնամի ունելու փոխարեն ունենք նաև իրավունքներ եւ աջակիցներ։ Առնվազն գոնե մի հսկայական երկիր, որը նեյտրալ է քո նկատմամբ, ոչ թե թշնամական։ Նեյտրալ դեռ մի բան էլ պարտական է քեզ, որովհետև առնվազն 350 միլիարդ դոլարի իրենք քեզանից 100 տարի առաջ կարողություն են խնդրել, դե չեմ ասում սեփականություններ, դա մենակ բանկի փողերի մասին է։ Իսկ այդ դատավարության արդյունքում կարող է պարզվի, որ դե քիչ բոլորովին թշնամական պետություն չի ընդեղ։ Արդեն նա պետությունն է, որը այլ դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, ոնց անենք, որ պարտքերի տակ չզմես, թույլ տաս չքանդվի գոնես պետականությունը։ Ո՞ս սկսեմ դրա մասին բանակցել։ Էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին։ Այս երկու տեսանյութներն ունենք, կհասկանանք լիարժեք ինչի մասին է խոսքը։ Կայսրության պետական թղթադրամ։ Եթե ասեմ, որ Օսմանյան կայսրության պետական թղթադրամի վրա կար հայերեն գրություն, կհավատաք։ Այո, սա Օսմանյան կայսրության պետական թղթադրամն էր, որի վրա կար օսմաներեն, ֆրանսերեն, հունարեն եւ հայերեն գրությունը։ Օսմանյան լիրան պաշտոնական արժույթ էր 1844 թվականից մինչև 1922 թվականը։ Սուլթանության փլուզումից հետո այն շարունակում էր դարձյալ լինել պաշտոնական թղթադրամը մինչև 1923 թվականը։ Սակայն Օսմանյան լիրայի շրջանառության լիակատար դադարեցումը եւ թուրքական լիրայի անցումը տեղի ունեցավ 1927 թվականին։ Հարց է առաջանում, ինչու էր Օսմանյան կայսրության պետական թղթադրամի վրա գրված հայերեն։ Պատասխանը պարզ է, որովհետև հայերենը միլիոնավոր մարդկանց լեզուն էր, իսկ հայերը Օսմանյան կայսրությունում տնտեսական եւ առևտրային կյանքի կարևոր ու անբաժանելի մասը։ Երբեմն պատմությունը թաքնված է ոչ թե հաստափոր գրքերում, այլ մի փոքրիկ հին թղթադրամի վրա։ Եվ այս փոքրիկ գրությունը կարող է ավելի շատ բան պատմել մի ամբողջ ժամանակաշրջանի մասին, քան տասնյակ էջերով պատմության գրքեր։ Շնորհակալություն Տիրուհի Բարկուրտյանին։ Բա սիրելիներս, իսկ սա վերջնա, ասա լսենք։ Պետական հիմնի վերջնական։ Գիտեիք, որ ժամանակակից Թուրքիայի պետական հիմնի վերջնական պաշտոնական հնչողության հեղինակը հայ ազգի կոմպոզիտոր է։ Սա պատմական պարադոքս է, բայց անհերքելի փաստ։
Երբ ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը, ընդունվեց պետական հիմնը՝ անկախության քայլերգ։ Դրա բառերը եւ նախնական մեղեդին գրել էին թուրք հեղինակներ։ Սակայն պարզ մեղեդին բավարար չէր, այն պետք էր վերածել հզոր պետական խմբերգի եւ նվագախմբային ստեղծագործության։ Այդ կարևորագույն եւ բարդ գործը թուրքական կառավարությունը վստահեց ժամանակի ամենատաղանդավոր երաժիշտներից մեկին՝ պոլսահայ կոմպոզիտոր Էդգար Մանասին։ Հենց Մանասն է արել Թուրքիայի հիմնի պաշտոնական դաշնավորումն ու գործիքավորումը։ Եվ այն տարբերակը, որն այսօր հնչում է Թուրքիայի բոլոր պետական միջոցառումներին, ռազմական շքերթներին ու մարզադաշտերում, հայ կոմպոզիտորի ստեղծած երաժշտական կառույցն է։ Մոռացավ ասել, որ տեքստն էլ որ թուրքերն էին գրել, այդ տեքստն էլ գրել էին տարերով, որ էլի հայն էլ նվիրել իրենց։ Հողը, տեքստը, տարերը, երաժշտության հարմոնիզացիան, գործիքավորում։ Ժողովուրդ ջան, ո՞նց եմ ասում։ Սրանք փաստեր են, որ կարող են ծնկի բերել, ծնկի ուղղակի, ցանկացած դիմադրություն։ Չելենջ արեք ձեր կողքի թուրքերին։ Ասեք թող առերեսվեն սրա հետ։ Իսկ եթե կասկածում են, թող մի հատ DNK թեստ անեն։ Ես պատկերացնում եմ մի հատ ասեք միջոցառում, ես ու Էրդողանը դեմ դիմաց հանդիպել ենք իրեն։ Եվ ես եմ ասում, պարոն Էրդողան, քանի կա Թուրքիան, ղեկավարեք, որտեղ նա կարող է գոյություն չունենա, որովհետև այդպիսի երկիր գոյություն չունի։ Միանգամից պետք է ասի ոնց թե 90 միլիոնանոց Թուրքիան, ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակ եւ այլն հզոր տնտեսություն, ճիշտ է, պարտքերի տակ, ճիշտ է ճգնաժամ, որովհետև ասել չէ Աթաթուրքը, մենք բիզնեսից լավ չենք, իրանք պետականություն են կառավարում, բայց բիզնես արել չգիտեն, պետության կառավարել չգիտեն։ Դու ունես այդ ամեն ինչը, բայց դա քոնը չի, այդ ամեն ինչը կառուցված է հայի, հրեի, հույնի, ասորու, ադյան եւ ոսկորների վրա եւ բաղկացած է հենց այդ ազգերից։ Խոսի բա թուրքերը բոլորը թուրք են, չէ։ Կան թուրքեր։ Կգտնեն մի 20-25%-ի չափ։ Իսկ մնացածը թուրք չեն, կասի հնարավոր չի բոլորն են թուրք։ Այդ դեպքում ինչու ես աչքել DNK տեստերը։ Դու նույնիսկ ինքդ թուրք չես։ Կարծեմ քուրդի եւ վրացու խառն։ Դու նույնիսկ ինքդ թուրք չես։ Հասկանում եք, այդ պետությունը այնքան մազի վրա է կախված, դες բարակ մազի է վրա է կախված, որ հələ մի հատ էլ ցեղասպանությունը դեմ տվեք իրան, հատուցումներով, որ իրանք ամեն ինչ կանեն, ամեն ձայն կխլացնեն, մենակ հանկարծ այդ ձայները դուրս չգա։ Թուրքիայից վախենալ պետք չի, Թուրքիային ծնկի բերել է պետք։ Մի քիչ ամբիցիոզ է, չէ՞, հնչում, Թուրքիային ծնկի բերել։ Ով ենք մենք, որ Թուրքիային ծնկի բերենք։ Հենց ուղղակի հետաքրքրությունները շարժելով, չելենջ անելով, ճշմարտության մասին խոսալով։ Դու ինչ պետություն, ինչ քաղաքակրթություն, որ քո տառերն է նույնիսկ հայ է գրել։ Դու ինչ պետություն, որ դու նույնիսկ քո սեփական հիմնը չէիր կարող գրել։ Որովհետև մի հատ մուղամ էին քեզ տվել, մեկ էլ մի հատ ախմախ տեքստ։ Այդ ախմախ տեքստը իմիջիալոց գրվել է հայերի ձեռով ստեղծած տարերով։ Այնքան ախմախ երաժշտություն ու տեքստ, որ պետք է հայը միջամտեր, որ կարողանար դա հարմոնիզացնել եւ գործիքավորել, որ դու հզոր քայլեր կունենայիր դրա տակ, որտեղ դու հասկանում ես, որ մուղամի տակ քայլել չի լինում։ Դամադելի գնացիր եկած հայի դիմեցիր։ Ինչի՞ ես հայի դիմում։ Ինչի՞ դու Պոլսում ինչքան հայ կան մորթել էիր տվել, ինչի՞ էր նորից մնացած հայի դիմ։ Չունեիր արժանապատվություն։ Կամ չէիր մի գերմանացու տայիր, տեսներ գլուխ կհանի, քո ողորմելի ճզմած քո մուղամներից ու ախմախ տեքստից, ինչ ես հայի տալի։ Որտեւ այլ բան չունես։ Ինչ էր հայի տարերը քո փողի դիմաց, փողի վրա, որովհետեւ փողը հայերի ձեռն էր։ Որտեւ քո երկրի հիմքն էր հայերին։ Իսկ քո երկրի հիմքում տնտեսական հենց հայերն էին։ Իսկ դու ընդամենը մի հատ զավթիչ նստած հայ էիր մտել այդ տարածքում որպես պետականություն, որպես նազիրացել, որպես գաղութարար։ Փայ, դու այդ պետականության մեջ փայ մտածեիր։ Միջդեռ այդ պետականությունը պատկանում էր հայերին, հույրներին, ասորիներին,
Նրանք որտեղ հազարավոր տարիներ ապրել են այդ տարածքներում։ Բա Ժորժ ջան, սա մեծամտություն չի, սա պորոտախոսություն չի, սա ընդհանրապես պատմության իմացությունն է եւ սեփական արժեքի գիտակցությունն է եւ դիմացի արժեքին, դիմացինի արժեքի գիտակցումը։ Սենց է պետք խոսալ թշնամու հետ։ Ոչ թե վախեցած, ոչ թե ճիվաղ Նիկոլի նման։ Այն որ գնում կանգնում է Էրդողանի դեմ, Էրդողան ասում է ասածները սարեցի, ասում է, ասում է դե գնա։ Բարձա կարող ենք անել, իհարկե կարող ենք անել։ Եթե մենք դա տիրապետողն ենք, եթե տարժանապատվությունն ու գիտելիքն ու վստահությունն ունենք, կարող ենք անել։ Հատ թուրքերին ընդամենը ասելով նա ճշտի ով ես դու, որովհետև ես եմ քո երկիրը ստեղծողը, եթե դու թուրք ես, իսկ դու ոնց որ այդքան էլ թուրք ես, դու ինք ապացուցած ես թուրք։ Տեսեք ինչ հետաքրքիր հետևանքներ ապրել։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։